Ժամը երև 6:30-7-ի մոտ էր, արդեն ուժեղ սելավը գալիս էր, առաջացանք, սկզբից այն կողմից էր, հետո էլ վերևից սկսավ արդեն պատերը փլվել ու միջապես լսվեց մեր հայատներով, տներով, սենց եկավ արդեն այսպես, լսվավ մեր հայատները, դռները, պատվալները, սաղ ամբողջ հայաթը ծածկվել այդ ցխաջրով, ցանած մեր բերքերը, մեր թազատնկված ծառները, սա վնասել է։ Գնանք։ Այսպես է։ Սենց եկել է, սենց լցվե։ Այսը մեր հայատն է, մեր դրան դեմն է։ Այսպես է, գնան ընդեց։ Ու սենց եթում է հայատներով։ Այսինքն մոտ կես մետր բարձրությամբ, հա՞։ Հա, ինքը չեմ կարող ասեմ ինչքան, բայց ինքը բարձր է եղել, հա։ Ու դու մեզ տեղից որտեղ մենք քայլում ենք ջրի մեջը, մտենց միջև այն առաջ աստիճանը, որ եթե մի քիչ ցածր լիներ, կլսվեր հաստատ մեր տունն էլ։ Չգիտեմ, հիմա ինչքան։ Մամա երբևէ եղել էր։ Չէ, ես արդեն 18 տարի այստեղ եմ ապրում։ Չէ, ես չեմ տեսել, բայց եղել է տարիներ առաջ։ Ես չեմ տեսել։ Նաև բացի սելավը, նաև կարկուտից։ Կարկուտելուն, այո, մենք էլ ենք վնասվել շատ։ Ճիշտ այս պահին ես էլ 4 հատ անչափահաս ունեմ, որից մեկը հաշմանդամություն ունի, իմ երեխաներից մեկը, բայց ունենք շատ կորուստ ունենք այս տարի, ես էլ եկավ ու հայաթը հետևն է ամբողջ հայաթը։ Նույնը դաշտ ունենք բերքատու ծառեր, այգի ունենք ու սա էլ հետը։ Այսպես։ Տարվա բաներն էլ նայենք, եթե գնացի նկարել եք։ Հիմա որ արդեն սկսեցին կրակել, ամպերը բացվեց, լուսավորվեց, բայց անցած անգամը որ եկել էր կարկուտը չէին կրակում, որ այդ հարցերն էլ լուծեն, մեր բերքը չի վնասվի։ Շնորհակալ կրակ։